զրկվեցի զեղչային տեղից, ֆրանսիականից գնալ ֆրանսիական ընկերություն աշխատել, այն ժամանակ տենց թույն էր։ 2 տարի հետաձգվում էր բանակ գնալը։ Չէ, թվերը ես հասկանում եմ, բայց այդքան խորացվածի կարիք չունեմ։ Ոնց է դերասանները, չէ, որ ասում են մարդու մեջից է լինում, B2B հաճախորդի մոտ գնալուց կարևոր էր ինչ ավտոմեքենայով էր գնում։ Եվս դրա արդեն կգնանք դեպի աֆրիկյան բիզնես աշխարհ։ Քննիչները կինոներում, որ ինչ որ բան են գրում, Կարիք չկա, որ դու իմանաս, այլ չգիտեմ, ծրագրավորողը ինչպես է աշխատում, որ կարողանաս լավ ղեկավարես, պետք է իրանց գործը իրանցից լավ իմանաս։ Նահան ինքը salesman-ն է, որ sense նայում ենք, ասում ենք վիրտուալ դատարան, Զիմբաբվե, միգուցե մարդիկ լինեն, ասեն, ես իմ աշխատանքը կարող եմ կորցնեմ, ցանկացած նմանատիպ փոփոխություն մարդը միշտ առաջինը ասում է չէ, բայց քանի որ հետ եմ եկել, ուրեմն լավ է անցել, քնաթաթախ անջատում եմ, ու արդեն դուրը ծեծում են, ասում են ձեզ ներքևը սպասում են, խորտ կտանք իջնեք, քթիով արել կամ քեզ ենք տանում, որ զարգացած երկիր ես գնում, կարողանում ես զարմանալ, թե չէ։ Եվրոպա ես գնում, ասում, այս ինչ սիրուն էր, օրինակ, այս ինչ լավ էր։ Թե արդեն էլ չի աշխատում այդ դատարաններում, հիմա այդ մրցակցությունը կա, ով պրակտիկորեն AI-ը առաջինը կներմուծի իր մոտ։ Ընկերներ, բարև ձեզ, դուք դիտում եք UFAR Alumni podcast-ը, մեր այսօրվա հյուրն է Խաչատուր Մաթևոսյանը, Synergy International Systems, ընկերության արդարադատության թվայնացման, այսինքն e-justice ոլորտի փոխնախագահ։ Խաչատուր, ողջույն։ Ողջույն Սերգեյ։ Շատ ուրախ եմ, որ հենց այս էպիզոդի հյուրը դու ես։ Փակագծերը ես բացեմ Խաչատուրի հետ, մենք նույն ընկերությունում ենք աշխատում, ուստի այն հարցերը, որ ես կտամ, այն հարցերն են, որ միգուցե ընթացքում ուզեցել եմ, որ մենք միասին խոսենք այդ հարցերի շուրջ, բայց հնարավորություն չէր եղել եւ կկարողանանք ավելի մանրամասն գնալ բոլոր այն հետաքրքիր կետերով։ Մինչ այդ ամենին անցնելը, Խաչատուր, կարող ես ներկայացնել քո առաջին կապը հենց համալսարանի հետ, ինչպես ընդունվեցիր համալսարան եւ ինչպիսին էր ֆրանսիականը այն ժամանակ։ Բարի, իրականում 10-րդ քվանտ վարժանում, որ սովորում էի, 2 համալսարան էի ընդունվել, համ Ժող ինստիտուտ, համ ֆրանսիական համալսարան, բայց 2 տարի առաջ մեծ քույրս էր ընդունվել, բայց որոշել էր գնար տնտեսագիտականում սովորեր, ու հորեղբայրս ասում էր, որ ֆրանսիականը արդեն ունի շրջանավարտներ, որոնք բավական հաջող աշխատաշուկայում իրանց կարողանում են գտնեն, որովհետև քրոջը ժամանակ նոր էր, առաջի ոնց որ 4 տարի առաջ էր բացվել UFAR-ը ու հարցեր կար։ Եվ հետո ասացին, որ ֆրանսիականում ավելի երկար է եւ տարբերակ կա Ֆրանսիայում, հետո ստաժի գնալու ինձ ավելի հետաքրքրեց, որ կարամ համ ֆրանսերենը ավելի լավացնեմ, որովհետև դպրոցում մի քանի տարի միջև քվանտ վարժան գնալը ֆրանսերեն էի սովորում ու ուզում էի ֆրանսերենը խորանա, նաև ասում էին, որ դասերը ավելի շատ են ու ավելի շատ գիտելիք է տալիս, հետո աշխատաշուկայի համար ավելի հետաքրքիր են լինում։ Տենց որոշեցի քվանտից հետո շարունակեմ հենց ֆրանսիական համալսարանում։ Այսինքն այն եզակի մարդկանցից էիր, որ միգուցե այն ժամանակ շատերն էին, բայց իմ կարծիքով ոչ, որ հենց ֆրանսերեն իմանալով դու կարողացար ընդունվել։ Չնայած այս պայդրությամբ նաև մարդիկ կարող են դիմել ֆրանսիական համալսարան, եթե ֆրանսերեն չգիտեն, դա բոլորի համար կարծես նորություն է լինում, ասում են պարտադիր է ֆրանսերեն իմանալ, հիմնականում ոչ, բայց Խաչատուրի դեպքում իրավիճակը այլ է եղել։ Չնայած պետք է խոստովանեմ, քննությունը անգլերենով էի տվել, օտար լեզուն որ կար, անգլերենն էի ընտրել, որովհետև նոր է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներից ու շատ ավելի անգլերենը ավելի լավ վիճակում էր գտնվում, քան ֆրանսերենը, իսկ արդեն Ժողի համար որ պարապում էի, անգլերեն էի պարապում։ Ինքը քննությանը ավելի լավ պատրաստ էի, չնայած հիշում եմ, որ քննությունից առաջ ինչ որ խնդիր էր եղել ու երևի 60 միավորից 42 էի ստացել, կես ժամում արագ գրել ու դուրս է եկել։ Իսկ քննաշրջաններին պատրաստվելը ինչպես էր քեզ մոտ լինում։ Արդեն ուսումնառության ընթացքում։ Տիպիկ ուսանողներ որ կան, որ ասում են մի օր առաջ պետք է անենք, առաջի կուրսի կեսից շատ ընկերացել էի Xerox-ը, որ կար համալսարանի մոտ աշխատողների հետ ու կուրսի ավակների լավ սովորողների, ասենց ասեմ, որովհետև մեկն էլ հենց մեր ավակն էր, տետրերը իրան գիտեին, միշտ մի օրինակ պահում էին, քննությունից մի օր առաջ գնում էի, ասում էի SSS առարկաների կոպիաներն ա ինձ պետք, տենց միշտ հավաքում էի ու տենց մի գիշեր չքնել, ամեն ինչը կարդալ, նայել ու քննությունը հանձնել։ Քանի որ աշխատանքի բնույթով ես նաև տեսել եմ
քո դիպլոմները, այնուամենայնիվ, ինչքան էլ դու ասում ես, որ տենց վերջի օրով ես պատրաստվել, դու շատ լավ ես սովորել եւ դրա հետ մեկտեղ էլ կարողացել ես փայլուն կարիերա ունենալ։ Իմ տեսած օրինակներով կամ մեկն է լինում կամ մյուսը, երկուսը միաժամանակ չի ստացվում։ Դրան լավ հեշտ բացատրություն կա, որովհետեւ առաջի կուրսում օրինակ ահավոր շատ էին իմ մոտ բացականները ու հեռացման հարցեր, որի պատճառով զրկվեցի զեղչային տեղից։ Մեր ժամանակ Ֆրանսիականում կար ըստ բացականների քանակի պատժամիջոց կարանք ասենք սահմանվում էին ու ինչ որ քանակից հետո արդեն հեռացման հարցեր դրվում, որ իմ մոտ այնքան շատ էին անարգելի բացականները առաջի կուրսում, որ հեռացման հարց դրվեց ու զեղչային տեղից զրկվեցի, ստիպված էի լավ սովորել, լինել top 10-ի մեջ ամեն տարի, որ հեռացման հարցը չկիրառեին, բայց դրան զուգահեռ բավական ամաչում էի, որ հայրս ուսման վարձը տար, որովհետև իմ խելքի պատճառով էի զրկվել, որովհետև ընկերներս այլ համալսարաններում էին սովորում, գնալ իրանց հետ հանդիպել, առաջի կուրսը մի քիչ լավ ստարտ չեղավ մոտս։ Ու դրա համար շատ շուտ սկսեցի նաև աշխատել զուգահեռ։ Ու աշխատանքի հետ ժամը 5-ին 10-ը վերջացնել, գնալ աշխատանքի, հետո դասերը անել, բավական բարդ էր լինում, ինչ համալսարանում հասցնում էի անում էի, իսկ քննություններինը միշտ մի քանի օր տենց անկուն գիշերներ, որ կարողանամ ճիշտ հանձնեմ։ Մենք իհարկե կգանք եւ կխոսենք հենց արդարադատության թվայնացումից, բայց ինչ տեսակի աշխատանքներ ես դու անում։ Ես գիտեմ, որ դու նաեւ օրինակ զբաղվել ես տելեկոմում վաճառքներով։ Իրականում առաջի գործը, որ կարողացա գտնեմ ուսանող լինելով, երևի երկրորդ կուրսի վերջերն էր արդեն, IP տելեֆոնի կամպանիայում, որը որ զբաղվում էր web տրաֆիկի առկու վաճառքով, wholesale, այսինքն իր համար պետք է գիշերվա ժամերին հնարավոր էր աշխատել, ու դասերից հետո գնում էի ու աշխատում էի ու կլիենտները remote էին, այսինքն chat-ի միջոցով հանգիստ հետները շփվել, առուվաճառքը իրականացնել։ Մոտ մի քանի նմանատիպ ընկերություններում աշխատելով արդեն փորձը եղավ վաճառքի շփվելու ու դրսի տարբեր մարդկանց հետ փորձել պայմանագրեր կնքել, վաճառք անել։ Ու տելեկոմները այնքան տենց հավանեցի կոնցեպտը տելեկոմունիկացիաների, որ հենց որ օրանժը բացվեց, ամենձև փորձում էի գնալ օրանժ աշխատանքի։ Կապ ուներ այն, որ օրանժը ֆրանսիական ընկերություն էր, թե ուղղակի այդպես էր ուզում։ Իրականում երբ որ բացվեց, բոլորը ասում էին, որ ինքը հենց ֆրանսիական է ու benchmark-երը, փորձը հնարավոր այնտեղ սովորել ու այն, որ հենց տնօրենն էլ Ֆրանսիայից էր, ինքը բավական հետաքրքիր էր սարքում։ Չնայած կոմունիկացիայի մեծ մաս ընկերությունում անգլերեն էր արվում, բայց միևնույն է ֆրանսիացիներ էին, հաճախ գալիս էին, իրականում ընկերությունը շատ լավ network ուներ ու experience sharing-ի համար փորձի փոխանակման համար Ֆրանսիայից լիքը լինում էր, որ մասնագետներ գային, երբեմն նաև դա էր օգնում, նաև ունեինք մի քանի գոլեգաներ, որոնք անգլերեն գիտեին, բայց իրանց հետ ֆրանսերեն էին խոսում։ Բայց հենց ֆրանսիականից գնալ ֆրանսիական ընկերություն աշխատել, այն ժամանակ տենց թույն էր։ Իսկ ինչպես կայացրեցիր որոշումը մագիստրատուրան շարունակելու։ Մագիստրատուրան ընդհանուր շարունակելու որոշման համար երևի մեր կուրսի տղաների մեծամասնությունը, այդ մեծամասնությունը ու այդ տարիներին առաջի բանը հետեւյալն էր 2 տարի հետաձգվում էր բանակ գնալը, բոլորս այդ արդեն բավական լավ հիմք էր, որ մագիստրատուրա գնայինք, որովհետև այլ ասենց ռեալ դրդապատճառ չէր գնում, որովհետև այդ տարիներում շատ քչերն էինք հասկանում, որ սովորելը պետք է։ Իսկ թե ինչու ես իրականում սովորում էի հենց մենեջմենտում, որ ավելի խորացված էր հաշվապահությունը ու ֆինանսները, հետո փոխեցի մարքեթինգ ու վաճառք։ Մի կողմից այն, որ վաճառքը ավելի կամ մարքեթինգը ավելի հետաքրքիր էր դարձել, երկրորդն էլ 4-րդ կուրսում էինք ACCA կուրսերին գնացի ու բարեբախտաբար հասկացա, որ հաշվապահությունը ու թվերի հետ աշխատանքը որպես հիմնական գործ ինձ հետաքրքիր չի։ Դա էլ օգնեց։ Իսկ այդ դեպքում որ աշխատանքների տեսակներն էին, որ քեզ հոգեարազատ էին, ինչի եմ ես սա ուզում քննարկել, որովհետև կխոսենք քո հիմնական աշխատանքային բնույթից եւ միգուցե ուսանողները նույն կերպ կարողանան հենց իրենք վերլուծել։
եւ հասկանալ, որ դեպքում դու տեսար, չէ, թվերը ես հասկանում եմ, բայց այդքան խորացվածի կարիք չունեմ, բայց օրինակ կոմունիկացիան կամ գաղափարներ ներկայացնելը եւ հետագայում առաջ տանելը ինձ մոտ ավելի լավ է ստացվում գնամ այդ ուղղությամբ։ Իրականում ինձ միշտ հետաքրքրում էր ավելի շատ ձեռներեցությունը ու գլոբալ ամեն ինչը կազմակերպելը։ Կառավարումը շատ կարևոր է դա իմանալու համար, ինչպես նաև ֆինանսները, որ ճիշտ ֆինանսական հատվածն է ցանկացած որոշման կարողանաս ճիշտ գնահատես, բայց այ ոնց անել, որ դա հնարավոր լինի հանել շուկայի մարքեթ անելը, կամ ստրատեգիան ոնց կազմել, ոնց սեգմենտավորել, լիքը գործիքներ կամ գիտելիքներ էին պետք, որոնք մարքեթինգում էին տալիս։ Դրա համար հաշվի առնելով, որ ուզում էի սահմանափակված չլինել օրինակ հենց ֆինանսական կտորի մեջ իդեալական իմանալով, այլ ամբողջ սեկտորը բիզնեսի պատկերացնել, որոշեցի, որ այդ 4 տարի սովորելով ֆինանսները ու հաշվապահություն ու մենեջմենտ, ավելի շատ խորանամ նաև վաճառքի մեջ, որովհետև իմ պատկերացրածը միշտ գաղափարը շատ լավ է ու եթե ինքը աշխատում այլի շատ լավ է, բայց իրան ոնց մարքեթ անել ու իրան ոնց վաճառել, որ բոլորի պատասխանները իմանայի, որոշեցի նաև մյուս հատվածն էլ ավելի խոր ուսումնասիրեի, դրա համար փոխեցի մագիստրատուրան մարքեթինգ ուղղությամբ ավելի։ Իսկ վաճառքի ոլորտում արդյոք միշտ նույն տեսակի պրոդուկտների հետ ես աշխատել, թե զանազան է եղել։ Իրականում ինչ որ առումով աշխատել եմ համ B2C-ում, հետո B2B, երբ որ արդեն Orange-ում էի, հենց B2B բաժնում էի, դրանից հետո Rostelecom, հետո Beeline-ում հենց Small and Medium Enterprise-ների գծով B2B բաժնի ղեկավար, հետո արդեն Synergy-ում ավելի դեպի B2G։ Ու պրոդուկտներն է տարբեր էին, կարելի է կոպիտ ասել SIM կարտայից մինչև nationwide համակարգերի վաճառք։ Իսկ այդտեղ կան ինչ-որ համընդհանուր մոտեցումներ, որ նույն մոտեցումը դիտարկելի է եւ հնարավոր է օգտագործել են SIM քարտի վաճառքի դեպքում, գաղափարային ինչ-որ կետեր, որը նաեւ հնարավոր է օգտագործել պետական մասշտաբի համակարգի դեպքում։ Իրականում, sense կասեմ, soft skill-երը միշտ օգնում են։ Մեզ համալսարանում էլ հիշում բաներ կա, որ համալսարանից միջև մա տպավորվել է, արտահայտությունից մեկը, որ ասում են sales-ի մարդու մոտ sense ներքևից ոնց է դերասանները, չէ, որ ասում են մարդու մեջից է լինում, այդ soft skill-երը պետքա լինեն։ Իրանց հնարավոր է զարգացնել, բայց եթե մարդը դրա հանդեպ սեր չունի կամ communication skill-երը չի սիրում շփվել, introvert ահավոր, իրանց բավական բարդ է լինում դա անել։ Բայց ավելի խորանալով վաճառքի մեջ շատ տարբեր է, որովհետև մի բան է, երբ որ դու օրինակ Orange-ում ես աշխատում ու հաճախորդները գալիս էին, ինչ որ մի հատված, երբ որ Հյուսայինի մասնաճյուղում էինք աշխատում, հաճախորդները իրանք էին գալիս։ Այդ դեպքում բավական հեշտ է։ Արդեն ինքը հետաքրքրված է, ինքը եկել է հենց քո մոտ, կարաս սկիլերդ օգտագործես ավելի շատ cross-selling անես կամ upselling անես, բայց ինքը ինչ որ մի բան արդեն մանա գալիս։ Իսկ կառավարությունների դեպքում լրիվ ուրիշ process-ներով է գնում։ Կան ինչ որ skill set-եր, որոնք ընդհանուր են բոլորի դեպքում է լինում, միշտ էլ պետք է անել ստանդարտ ինչ որ քայլեր, կարիքները բացահայտել, փորձել հասկանալ ինչն դեր ունի առարկություններ հաղթահարել, բայց իրականում դրանք success-ի մեջ փոքր տոկոս են կազմում։ Մասնագիտանալ ու խորանալ կոնկրետ ուղղությունների մեջ, դառնալ ավելի էքսպերտ ու կարողանալ հասկանալ ճիշտ սեգմենտը, որի հետ աշխատում ես, ինչն է իրանց գրավում, շատ է փոխում։ Օրինակ բերեմ Հայաստանում, որ այն ժամանակ, երբ որ Orange-ում էինք, B2B հաճախորդի մոտ գնալուց կարևոր էր ինչ ավտոմեքենայով էր գնում։ Որովհետև եթե տեսնում էին դու ավտոմեքենայով չես, միշտ հետևյալն էին մտածում։ Ուրեմն շատ չի ծախում, եթե շատ ծախեր, լավ commission կստանար, եթե լավ commission ստանար, հաստատ լավ ավտո կունենար։ Եթե ինքը ավտո չունի, կամ էս հին ավտոյով է գալի, ուրեմն գործերը այնքան էլ լավ չի։ Բայց իմ ընկերներից մեկը կարևոր հանդիպումներից առաջ papai ավտոյով էր գնում ու քանի անգամ եղել է որ ասել են հա էս քո ավտոն է, ասես նայում էին ու ասում են դե իր հետ արժե աշխատել, ուրեմն հաստատ այնենց բաներ է լավ առաջարկում, որ շատ է կարում ծախի, ուրեմն էլ ուրիշներին պետք չի նայել։ Այժմ եմ գործի մեջ, երբ որ ես գնում եմ Աֆրիկա, նմանատիպ ճակերտավոր պոնտեր անելը անհնար կլինի։ Այնտեղ կասեն, հա, էսի վարձել է ուղղակի ավտոմեքենան, ինքը դու ավելի շատ քեզ ոչ թե հենց քո ունեցածն ես ներկայացնում, այլ քո product-ը կամ քո գիտելիքները ուրիշ ձև է մի քիչ արվում։ Բայց այնտեղ էլ միգուցե այդ մոտեցումները հենց իրենք
օգտագործում են։ Չնայած Հայաստանում միգուցե ավելի քիչ է, բայց դիտարկելի է, այնտեղ էլ այդպես անում են, հիմա թե չէ։ Ամենատարածվածը Նիգերիայում է, որ ընդունված խոսք կա, նիգերիացին գործնական հանդիպումից առաջ պատրաստ է գնա ավտոմեքենա առնի ու հանդիպումից հենց հետո վաճառի, որ տեսնեն, որ ինքը թազա նոր գնված ավտոմեքենա է, որը պլաստիկը չի հանել ավտոմեքենայի վրայից, տենց ավտոյով է գնացել։ Դու այն եզակի մարդկանցից ես, ով տարբեր երկրների հետ ոչ թե ուղղակի ճանապարհորդել է կամ եղել է այնտեղ, հանդիպումներ է ունեցել, աշխատել է, նախագծեր է ստեղծել եւ իրականացրել։ Մենք խոսեցինք B2G-ից, կարող ենք շատ հակիրճ ներկայացնել քո տեսանկյունից, իհարկե սիներգիի մասին ես էլ կարող եմ խոսել, բայց ինչ է ընդհանրապես արդարադատության թվայնացումը եւ ինչ պետությունների հետ է հիմա սիներգին աշխատում եւ հենց քո թիմը, որը դու ղեկավարում ես, որ նախագծերի վրա է աշխատում։ Եվս դրա արդեն կգնանք դեպի աֆրիկյան բիզնես աշխարհ։ Բարի, իրականում երբ որ խոսում ենք արդարադատության թվայնացման մասին, խոսքը հիմնականում գնում է թվային գործ ունենալու գաղափարը, որ միշտ երբ որ խոսում ենք դատական գործի մասին կամ քննչական գործի լինի կամ դատախազությունում, բոլորս պատկերացնում ենք պապկաները, որի մեջ լիքը թղթեր կա, այդ թուղթը մի կառույցից գնում է մյուս կառույց։ Արդարադատության թվայնացումը մի կամ բոլոր կառույցների այդ թղթային գործերի թվայնացումն է, ու խոսքը չի գնում զուտ սկան արված տարբերակով էլեկտրոնային կոպիան ունենալ, այլ որ պապկայի փոխարեն արդեն ամբողջ գործը թվային տարբերակով լինի։ Ինքը կիրառելի է բոլոր կառույցներին, կլինի դա թե դատարանները, որոնք ամենաառաջնային են միշտ լինում թվայնացման տեսանկյունից, թե օրինակ հենց բանտերի համակարգում ունենալը, իր տարածումը շատ մեծ է լինում ու հավանաբար բավական շատ ֆիլմերից է, ես էլ էի ֆիլմերից իմացել, օրինակները են, որ տվյալների բազայում մարդկանց պատկերներ են գտնում կամ տեսնում են, որ այս մեկը օրինակ այժմ փնտրում են այս ինչ հանցագործին, այդ ամբողջը հենց թվային համակարգի տարբեր մոդուլներն են, տարբեր մասերն են, որը սիներգին այս պայի դրությամբ տրամադրում է տարբեր պետություններին։ Ու պետությունների տեսանկյունից մենք բոլոր մայրցամաքներում պրոյեկտներ իրականացնում ենք, իհարկե սկսեցինք զարգացող երկրներից, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հենց սպეციფիկաներից մեկն էլ B2G ոլորտի կանոն է նրանում, որ նոր պրոդուկտ ներմուծելը, օրինակ մեր դեպքում ինքը պայմանավորված է նաև շատ լուրջ օրենսդրական փոփոխություններով, որովհետև շատ երկրներում օրինակ թվային գործի համար պետք է համապատասխան օրենքներ լինեն, որ թվային գործը ընդունելի լինի։ Նրա համար մենք ավելի հեշտ սկսեցինք զարգացող երկրներում, որտեղ օրենսդրական օրենքները ավելի ճկուն էին եւ փոփոխությունները ավելի հեշտ են լինում։ Չնայած հետո արդեն թե Միացյալ Նահանգներում, թե Արևելյան Եվրոպայում պրոյեկտներ իրականացրեցինք։ Ինչպես էր քո ճանապարհը սիներգիում։ Ես գիտեմ, որ ամենասկզբում դու հենց արդարադատությամբ չես զբաղվել եւ այլ աշխատանքներ ես ունեցել եւ որքանով հենց այդ այլ բնույթի աշխատանքները անելը այս պահին քեզ օգնում են ոլորտում հանդիսանալ ինչպես թիմի ղեկավար, այլ նաեւ հենց այդ արդարադատության թվայնացման ոլորտի էքսպերտ։ Դեռ երբ որ արտադրությունում էի աշխատում, որպես արտադրամասի ղեկավար, միշտ տարիքով աշխատակիցները խոսք ունեին, ասում էին, որ կարողանաս լավ ղեկավարես, պետք է իրանց գործը իրանցից լավ իմանաս, որ կարողանաս ճիշտ պլանավորես ու եթե խնդիր կա, կարողանաս ցույց տաս, թե ոնց գործը անեն կամ լուծումներ կարողանաս առաջարկես։ Իրականում Synergy-ում սկսեցի որպես պրոյեկտ մենեջեր ու դրանից հետո արդեն program manager, հետո նոր vice president ու ճանապարհը բավական կարևոր էր այն տեսանկյունից, որ թե ինչ ենք սարքելու, ես շատ լավ սկսեցի պատկերացնել ու փորձը ցույց է տալիս, որ կառավարություններում, քանի որ մրցակիցները մեր բավական շատ են ու շատ դեպքում հենց վաճառքի մասնագետներն են բանակցությունները տանում, պետպաշտոնյաները շատ լավ մանավանդ արտադրության ոլորտում հասկանում են, որ ինքը եկել է, որ ինձ ինչ որ մի բան վաճառի։ Նրա համար իրան նայում են, ասում են, հեն ինքը salesman-ն է։ Ինչ էլ խոսա ինքը լավ է, ինչ էլ ինքը միշտ լավ բաներ է ասելու, գովալու է։ Երբ որ առավելից որ ես սկսեցի խոսալ ու կարող էի միշտ ասել, ես այս երկրում էս ինչ բանը, օրինակ պրոյեկտը ես եմ արել, ու ինքը միանգամից icebreaker էր լինում։ Այսինքն իրանք նայում են ոչ թե եկել է իրանց մոտ salesman-ը, որ պետքա գով քանի, այլ մարդ, որը որ
դրա միջով անցել է, գիտի ամեն этаպում ինչա պետք, ոնց է պետք արվի։ Ինքը օգնեց, իսկ արդեն պրոյեկտներից շատ լավ իմանալով ինչա հնարավոր անել, ինչ ուղղություններով կարելի է խորանալ, նոր առաջարկներ անել, այդ ճանապարհը այտենց ոնց որ ինքը օգնեց, սկսելով որպես պրոյեկտ մենեջեր միջև vice president գնալու հարցում։ Այլ մասնագետների հետ ես որ զրույցներ ունենում էի, մարդիկ ասում են, որ չէ, այնուամենայնիվ, եթե դու ուզում ես ինչ-որ թիմ ղեկավարել, կարիք չկա, որ դու իմանաս այլ, չգիտեմ, ծրագրավորողը ինչպես է աշխատում կամ նախագծերի կառավարիչը ինչպես է աշխատում, բայց դու ներկայացնում ես այլ իրավիճակ։ Ինչպես է դա ստացվում։ Միշտ լինում է թիմում, որ փորձես ճիշտ պլանավորես, ճիշտ հասկանաս, ու սա գալիս է ինչքան էֆեկտիվ կարաս անես։ Պարզ օրինակ, ընդհանրենք, շատ ինչու մեր ինձ օգնում, օրինակ ես չէի խորացել ծրագրավորողներ ունենալով թիմում, թե կոնկրետ ոնց են կոդը գրում, բայց բավական խորացել է, թե որ տիպի օրինակ feature-ը ինչքան ժամանակում կարող են անել, ինչն է հնարավոր, ինչը հնարավոր չի։ Բանակցությունների ընթացքում, երբ որ ինչ-որ հարց էին տալիս, օրինակ sense բան է մեզ պետք, ես կարող եմ միանգամից ասել, այս ինչ բան է, այսքան կարա տևի մոտավոր, որովհետև SSS նախապայմանները կան ու SSS անելու համար այսքան մարդ ժամ պետք է լինի ու այսպես կին կլինի։ Ինքը բավական օգնում է։ Դու կարաս առանց պատկերացնելու ես ասեի շատ լավ, ես կգնամ տեխնիկական թիմի հետ կճշտեմ, կասեմ հնարավոր է թե չէ, հետո եթե ասեն հա հնարավոր է, ինչքան կարա տևի, բայց այդ մանրուքներին տիրապետելը բավական process-ը արագացնում ու հեշտացնում էր։ Նույն կերպ իրականում օգնում էր, երբ որ estimation-ներ էր պետք լինում անել, իսկ պլանավորումը մեր գործի մեջ ահավոր մեծ դեր է խաղում, արդեն մոտավոր estimation-ը ունենալը, որովհետև եթե դու գործը պատկերացնում ես, գիտես ինչքան կլինի։ Նույն կերպ, երբ որ project management-ը շատ լավ պատկերացնում ես, հասկանում ես ինչ խնդիրներ կա ու սկսում ես արդեն մի level up լինել ու project manager-ներ ղեկավարել, եթե դու project management-ից ուժեղ չես, ամեն ինչ կարան ասեն։ Խոսքը չի գնում, որ իմ թվում հայերեն լավ խոսքը չէ, ֆրցնել, բայց տարբերակ չի լինում, որ քեզ ֆրցնեն, ավելի սխալ estimation անեն։ Մի կողմից, մյուս կողմից դու կարողանում ես մարդկանց օգնես մասնագիտորեն աճեն, երբ որ խնդիր կա, արագ մտնես ու խնդիրը լուծես։ Խնդիրը լինի օրինակ հենց project management-ի հետ կապված, եթե դու լավ project manager ես, դու կարաս ավելի հեշտ օգնես այդ խնդիրների լուծմանը։ Թե չէ, հա, management-ի skills-երը իրանք էլի soft skill-երի նման են, բայց ինչքան դու խորացված ես ինչ որ ուղղությունների մեջ, այնքան քեզ ավելի հեշտ է լինում արագ մտնել գործի մեջ ու խնդիրները փորձել լուծել։ Ինչ առանձնահատկություններ կարող ենք ներկայացնել քո գործուղումներից, երբ դու շփվել ես տարբեր զարգացող եւ զարգացած երկրների ներկայացուցիչների հետ։ Երևի ամենահետաքրքիրը զարգացող երկրներում շփումն է լինում, որովհետեւ իրանց հաշվին է, որ մեր մոտ օրինակ արտադրության ոլորտը նման կերպով ընկերությունում զարգացավ։ Որովհետև զարգացած երկրներում խնդիրներից մեկը այն է, որ շատ լավ ձևավորված պատկերացում կա իրանք ինչ են ուզում։ Իրանք լիքը feasibility study-ներ են արել, փորձել են հասկանան ինչ է իրանց պետք, իսկ զարգացող երկրներում իրանք մի քիչ ավելի նավարի ասելով ֆանտազիային լավ զոր են տալիս, որի արդյունքում շատ լուրջ պրոգրես է լինում։ Օրինակը միշտ բերում եմ այս օրինակը Ռուանդայում, երբ որ պրոյեկտը սկսում էինք, իսկ Ռուանդան ինքը համարվում է Աֆրիկայի Սինգապուրը ու պրոյեկտը սկսելուց առաջի հանդիպումը ունեցանք ոստիկանապետի հետ, որը իրականում ոնց որ երկու հիմնական հարց խոսացվեց ժողովին, առաջի հարցով ինքը նայեց իր աշխատակիցներին, ասեց այս պրոյեկտը արվելու է ու պետք է աշխատի, եթե չէ բոլորդ Այսինքն championship-ը կար, որ կարևոր էր անել, թե չէ բոլորը կպատժվեին։ Որտեղ Ռուանդան մի հատ խիստ պրինցիպ ուներ, եթե պետության բյուջեի փողերով պրոյեկտը արվում ու պրոյեկտը չի աշխատում, բոլոր տեղացի պրոյեկտի մասնակիցներին դատի են տալիս պետության փողերը վատնելու պատրվակով։ Ու երկրորդը նա ասաց, որ Bad Boys կինոն օրինակ բերեց, ասաց ուզում եմ այ որ Will Smith-ը sense գրում էր ու ինչ որ մեկի նկարը բերեց, այտենց համակարգ։ Այսինքն իրանց դեպքում sense էր անկախ իրանք ունեն նմանատիպ համակարգեր, չունեն, հնարավոր անհնար է, ինքը միտեղ մի հատ կինոյում տեսել է, իրականում չէր տեսել նմանատիպ համակարգ ու ուզում էր։ Այ դա օրինակ զարգացող երկրներում բավական օգնում է ու նույնն է օրինակ
երբ որ Ուկրաինայում համակարգը սարքում նախագծում էինք, իրանց մոտ ավելի խիստ օրենքները սահմանափակումներ էին դնում, որ սա հնարավոր է անել, սա հնարավոր չի, այս պետք է համապատասխանի սրան, այսինքն դու ավելի շատ փորձում էիր համակարգը ֆիտ անել իրանց process-ներին, օրենքներին։ COVID-ից հետո մեր մոտ հյուր եկավ Զիմբաբվեի Գերագույն դատարանի նախագահը, պրոյեկտը որ շահել էինք, ու ասաց, որ տենդերը որ արվել էր ինքը մինչև COVID-ներ, այդ ժամանակ վիրտուալ դատարան գաղափարը ընդհանրապես ակտուալ չէր ու չկար, ասաց, բայց ես ուզում եմ ունենանք վիրտուալ դատարան, որ դատավորները այդ Zoom ու մնացած tool-երով չանեն, այլ հենց դատարանի setup լինի ամեն ինչ, այն որ sense նայում ենք, ասում ենք վիրտուալ դատարան, Զիմբաբվե, մի քիչ անհասկանալի չէին համընկնում, բայց իրանք շատ լավ տենց visionary էին, կարողացան պատկերացնեն ու անեն ու օրենքները փոխեն ու զարմանալիորեն շատ երկրների համար Զիմբաբվեն հենց role model դառավ, թե ոնց կարելի է դատական օրենքները փոփոխել, որ վիրտուալ դատարան գաղափարը ամբողջությամբ աշխատի։ Արդյոք այդ մարդիկ, ովքեր նախագծերում ներգրաված են, կարծես թե իրենց ցանկությունը եւ մոտիվացիան անձնական ավելի լինի, քան ուղղակի այն գաղափարը, որ դե գործը անում ենք, պետք է այդ նախագիծը իրականացվի, որի արդյունքում էլ հենց այդ հաջողությունը լինում է։ Այո, որ կարողանամ հարցին պատասխանեմ, հենց Զիմբաբվեից օրինակ բերեմ, պրոյեկտ մենեջերներից մեկը, որ երկուսով էինք պրոյեկտը սկսեցինք անել, նոր էր ընդունվել մեր մոտ ու առաջի պրոյեկտն էր, փորձի փոխանակման համար ես միշտ նոր ընդունված պրոյեկտ մենեջերի հետ առաջի trip-ը կամ առաջի պրոյեկտում միշտ ներգրաված էի լինում, որ արդեն երևի երկրորդ անգամ էր գնում էինք ու իրանց հետևյալ խորհուրդն էինք տվել Զիմբաբվեում, որ մարդկանց քանի որ մեծ մասը համակարգչին հասանելիություն չունի, լավ կլինի դատարաններում, երբ որ արդեն թղթային տարբերակը արգել են ու ասեն միայն թվային գործերն ենք ընդունելու, նաև դատարաններում մի հատ հատված սարքեն, որտեղ քաղաքացիները կարան գան անվճար, համակարգիչ լինի, սկաներ լինի, որ կարողանան, եթե ինչ-որ թղթային փաստաթղթեր կան, որ պետք է սկանանեն, անեն կամ ոնց համակարգում գրանցվել օգնող լինի։ Անգլերեն դրանց ասում էինք e-filing assisting center-ներ ունենային։ Դա այտենց պլանով ներկայացրել էինք, որպես փոփոխությունների խումբ, որ պետք է անեին, ու trip-ներից մեկի ժամանակ մեր պրոյեկտ մենեջերի հետ կանգնած ենք ու տեսնում ենք դուրսը մի հատ փոքր չոր շինություն են սարքում հենց դատարաններից, որովհետև դատարանը, Սահմանադրական դատարանը Զիմբաբվեի ինքը թանգարանային շենք է համարվում, բավական հին շենք է, ու այնտեղ փոփոխություն չեն անում։ Կողքը սարքում էին ու սարքողը ասենց զարմացած ինձ ու Սերգեյին էր նայում, պրոյեկտ մենեջերը անունն էր Սերգեյ։ Սերգեյին ասում եմ, ասում եմ, այ որ ինքը իմանար, որ այս հիմա ինքը որ գործ ունի այս տուֆերը իրար վրա սիրուն սարքում է, այս e-filing-ի assisting center-ը, դա մեր խորհրդվածով է, որ հիմա ինքը պարապ չի գործ անում։ Ու հետո երբ որ համակարգը սկսում է աշխատել ու հասկանում ես, որ երկրում ինչ որ դրական գործ է արել։ Այն պրոյեկտ մենեջերները, օրինակ, դա սկսում են իրանք լավ են պատկերացնում, որ իրանք մեծ change են արել։ Ու բոլոր գրեթե մեր պրոյեկտների հետ այդպիսի ինչ որ բան կա, թե ինչ մեծ փոփոխություն եղավ։ Նույն Զիմբաբվեում առաջի մեծամասշտաբ պետական պրոյեկտներ, որ ինքը իրոք աշխատեց ու մինչև օրս արդեն հասել ենք ամենավերջի դատարաններին, որ ամբողջությամբ թվայնացվում են։ Կարացանք հասնենք նրան, որ հերիք չի սաղ գործերը թվային են արվում, նաև վիրտուալ դատարանը աշխատի։ Ասենք 65 տարեկան դատավորները իրանք մեզ ավել նոր requirement-ներ ասեն, թե վիրտուալ դատարանում ինչ լինի ու իրանք վայել են, որ կարում են օրինակ ամեն օր ճանապարհին այդքան ժամանակ չծախսեն, այլ վիրտուալ որոշ լսումներ անեն։ Կամ նույն Ուկրաինայի պրոյեկտը, պատերազմը որ սկսեց, խնդիրներից մեկը, որ Ուկրաինայում կար, բենզինը վերջացել էր։ Կիևում լուրջ խնդիր էր առաջացել բենզին գտնելը, բայց քրեական գործերը ու մանավանդ հակակոռուպցիոն համակարգում իրանք բավական շատ էին ու ավտոմեքենայով էր քննչականից տարվում դատախազություն կամ դատարաններ, համակարգը իրանք ասում էին, որ ահա որ օգնում էր, որ կարում էին մի օր չկանգնեց գործի process-ը ու ինֆորմացիան շատ հեշտ գնում էր։ Այսինքն դա պրոյեկտ մենեջերին ասում է, ահա, ես ինչ որ մի հատ լավ բան եմ կարացել անեմ, որ ազդել է մարդկանց կյանքի որակի վրա կամ process-ների վրա կամ կոռուպցիայի դեմ պայքարին։ Այդ արժեքները իմանալով միշտ ուրիշ կերպ են նայում, իսկ նույն մասնագիտական տեսանկյունից իրականում այնքան բարդ է արտադրության ոլորտում պրոյեկտներ անելը, որ մասնագիտորեն մի հատ պրոյեկտ անելով իրանք ահավոր աճում են։ Բայց
միևնույն ժամանակ նաև տեսնում են, թե իրանց արածը ինչ արդյունք է ռեալ տալիս մարդկանց ամենօրյա կյանքում ու իմպակտը կարող լինի 10, 20, 40 միլիոն մարդկանց համար։ Իսկ նախագիծը իրականացնելու ընթացքում ինչ խոչընդոտների եք դուք սովորաբար հանդիպում։ Միգուցե մարդիկ լինեն, ասեն, ես իմ աշխատանքը կարող եմ կորցնեմ, կամ այդ թվային համակարգով միգուցե արդարադատության ցուցանիշները ընդհակառակ ոչ թե բարելավեն, այլ իջնեն։ Ինչպիսին է իրականությունը համակարգերը հենց մեկնարկելուց հետո։ Հենց պայմանագիրը ստորագրելուց առաջի ժողովը փորձել դնելուց խնդիրները սկսում են իրականում մի հատ գայդ ունենք, մոտ արդեն 100 քանի էջ է, մի հատ մեր համար, մի հատ հաճախորդների համար, թե ոնց պետք է այդ change management-ը իրականացնել, որովհետև թե պոտենցիալ բոլոր սա ինքը շատ մեծ փոփոխություն է ու ցանկացած նմանատիպ փոփոխություն մարդը միշտ առաջինը ասում է չէ։ Ու պատկերացրեք 60 տարեկան դատավոր, որը որ հենց իրան միշտ տեխնիկական sense խումբ է լինում պրոյեկտի իրականացման համար, որի ղեկավարը միշտ եթե դատարանների հետ է լինում է ամենափորձառու դատավորներից մեկը։ Ու միշտ այդ մարդիկ սկսում են ստանդարտ ֆրազայով. ես իմ գարաժին կամ իմ աշխատասենյակին, որտեղ պապկաներ դրած են, ավելի շատ եմ հավատում, քան ձեր համակարգին։ Թե ոնց կարողանալ իրանց ճիշտ համոզել, որ իրանք ավելի հեշտ նայեն ու ավելի վստահ են համակարգին, դրա հետ կապված ահավոր շատ է գնում ու լիքը մարդ, ոնց դու ասացիր, մտածում է իրանք իրանց գործը կկորցնեն։ Շատ դեպքում որ պատկերացնեք ոնց է գնում, դատարաններում լիքը մարդ կա, որ տարբեր ժուրնալներ են լրացնում։ Այս թուղթը սրա մոտից տարանք նրա մոտ, այնտեղից գնաց ստեղ տասնյակ աշխատողներ ամեն դատարանում երկրի մակարդակով կարա միջև հազարները գերազանցի։ Ու իրանք սա գիտեն, որ համակարգը էլ կարիք չկա թուղթը տանել, համակարգը ինքն անում ու իրանք էլ կարող այդ գործը չունենան։ Ու ավելի ցածր տիպի աշխատանքներ, նույնը ավելի օրինակ վիճակագրության վարչություններում միշտ կան մարդիկ, որ զանգում են տարբեր կառույցներից, թվերը հավաքում են Excel-ներով, տենց ամիսներով գետնին կարող է տենց տարբեր տպասնյութեր լինի, փորձեն թվեր հանեն, որ ստատիստիկան ունենան։ Երբ որ ցույց ենք տալի, որ նույնը կարելի է մի քանի վայրկյանում համակարգով անել, իրանք էլ ասում են, բա մեր գործը ինչ է լինելու։ Ու հենց երևի սպարտիվնի ինտերեսն էլ գալիս է այն, որ ոնց կարաս նենց անես, որ իրանք ուրախ սրտատրող սպասեն համակարգի գալուն, այլ ոչ թե ասենց թեբուտվանք վերցնեն ու քեզ թշնամի դառնան։ Իսկ եթե խոսենք մի քիչ նաև գործուղումներից, երկու օրինակ եթե կարող ենք առանձնացնել, մի գործուղում, որը քո մտքում շատ է հիշվել, լավ իմաստով, եւ մի գործուղում, որը էլի շատ է հիշվել, բայց բացասական իմաստով։ Սիներգիի հետ կապված բոլոր գործողումները, որ ունեցել եմ, սաղ ունիկալ էին։ Ու բարդ է ասել լավ թե վատ, որովհետև կոպիտ հնչի, բայց քանի որ հետ եմ եկել, ուրեմն լավ է անցել, առնվազն, ու միշտ ինչ որ sense հետաքրքիր արկածներ էր լինում, չէր լինում, չի լինում, որ ասենք sense գնանք, ինչ որ ձանձրալի անցնի կամ ինչ որ մի հատ խնդիր չլինի, որ պետքա լուծել։ Միշտ լինում է, որովհետև շատ դեպքում մենք սկսած թե որ երկրներ ենք ճանապարհում, օրինակ Ուկրաինան բավական հեշտ էր։ Ասենք լիքը մարդ գնում է Ուկրաինա, ասենք այնտեղ one stop-ով է, stop չկա, հանգիստ direct flight-ները կար, բայց նույնքերպ ասենք COVID-ին երևի առաջի տրնողներից մեկը հենց բացվեցին Ուկրաինա մենք էինք ու տենց аэроպորտում մի հատ թուղթ էին տվել հատուկ, ու այդ ժամանակ էլ մի հատ տոն կար, որի պատճառով սահմանափակել էին մուտքը ու մեզ հատուկ հակակոռուպցիոնից տվել էին, որ հատուկ զադանյա անելու համար իրանք հրավիրված են հակակոռուպցիոն կոմիտե ու аэроպորտում կանգնացրել են, ասում են, ինչ հատուկ է, ասում եմ հատուկ է, ասում եմ, բա ինչ եք անելու, ասում եմ հակակոռուպցիոնում ու հակակոռուպցիոնը ամենաբարձր համբավ ունեցող կառույցն է, որ Ուկրաինայում, ասում սաղ նայում են զարմացած, ոնց որ ամեն trip-ից այսպես պատմություն կարա լինի կամ մի անգամ հիշում եմ Ռուանդայում օրինակ իմ համար շաբաթ օրն է, երկու շաբթի օր ունենք մեծ կոնֆերանս, որ պետք է սկսենք, ես էլ մի շաբաթ առաջ գնացել էի, պրոյեկտի հետ կապված որոշ հարցեր կար ու հետո արդեն կոնֆերանս էինք իրականացնում միջազգային։ Շաբաթ օրը առավոտ ժամը 8-ին հյուրանոցի հեռախոսը վերցնում եմ, ասում են ձեզ ոստիկանները ներքևը սպասում են։ Ասում եմ, բայց շաբաթ օրը ես ուրբաթ է իրանց մոտ հանդիպել եմ, քնաթաթախ անջատում եմ, ու արդեն դուռը ծեծում են։ Ասում են ձեզ ներքևը սպասում են, խորհուրդ կտանք իջնեք։
որ Դե որ խորհուրդ են տալիս։ Կիսա աշկերս կիսաբաց գրում է մեր հաճախորդին, ասում եմ Զաքարի ասում եմ investigation bureau-ից եկել են, ինչ հարց կա, ասում է արագ գնա, հեսա միջև հասնես գրեմ, բարձվում էր information leakage էր եղել, մի հատ շատ կարևոր քրեական գործի հետ կապված, ձերբակալել էին մոտ 10 տարի search-ի մեջ լինող terroristական խմբի ղեկավարի, որ գործում էր Աֆրիկայի կենտրոնում ու իր հարցակնության փաստաթուղթը հայտնվել էր Twitter-ում։ Փաստաթղթը եղել էր մեր համակարգում, հետո մի քանի օր հետո Twitter-ում էր եղել, միջև նախագահ խնդիրը բարձրացվել էր, որովհետև ասենց տարբեր երկրի նախագահների հետ կապված մեջբերումներ էր արվում ու եկել էին ու Ռուանդայում մի հատ sense բան կա, եթե ինչ որ հանցանք ա եղել, առաջի բանը պետքա գտնել մեղավորին։ Երևի մեկը ընդհանուր ասել էր ոստիկանությունում, որ դե համակարգից են հաստատ հեք են արել, ով է սարքել համակարգը, Synergy-ից մարդ կա, հա, գնացինք իրան բռնենք ու իշտում եմ, sense որ ինձ ասում են քթի ով է արել կամ քեզ ենք տանում։ Երկու գիշեր սաղ թմի հետ կոնֆերանսը հենց վերջանում էր, հետո մի շաբաթը sense կոնֆերանսից հետո դռներից sense ակնոցներով մարդիկ գալիս էին, ասում էին դու մնա, մենք շարունակենք իրար հետ հասկանանք ինչ ա եղել, միջև կարողացան գտնենք ոնց էր հայտնվել Twitter-ում, արդեն կապ չուներ ապացուցել, որ մեր համակարգի կապ չունի, իրանք ասում են դե կարում ես, մի հատ գտեք թե ոնց է Twitter-ում եղել։ Ոնց է դուրս եկել կամ հա։ Ու sense խառը պատմություններ մեր սաղ trip-ների հետ հնարավոր է գտնել։ Իհարկե շատ հաճելի պահեր եք այն, հետաքրքիր է նա, որ տարբեր երկրներում մշակութային առումով տարբեր են։ Օրինակ երկիր կա, որ օրինակ մեր մոտ որ հյուր է գալիս, չէ, ավանդական ձևով մի հատ գնալ аэроպորտ, դիմավորել, տանել հյուրանոց, երկիր կա, այն որ ասում են առավոտը ժամը 9-ին կլինես ժողովի։ Թե ոնց եկար հասել, ոնց ինչ կապ չունի, այդ այնց երևի ամենահյուրընկալներից մեկը Նոր Գվինեայից բացի նաև Զիմբաբվեն էր, ու հիշում եմ, ու իրանք է սիրում են, որ ասում եմ ֆրֆրատ բառը ամենալավ բանն է, էլի, այտենց դուրս գան, ինչ որ միտեղ գնան։ Հիշում եմ պրոյեկտը, որ սկսեցինք այնտեղ էինք ուրբաթ օրը մինչև ժամը 4-ը ժողովներ ունեինք, մեզ ասեցին ուրբաթ եկեք մինչև ժամը 10-ը առավոտվա ժողովները արեք, ասում եմ 10-ին ենք սկսում, մինչև 10-ը որն, ասում եմ դե որը տենց հա, ուրեմն եկեք չանենք, գնանք Վիկտորիա Ֆոլսում քննարկումները անենք, որ ասում եմ բայց Սամալյոտի Տոմս կամ ոնց են գնում, ասում եմ չէ, մենք սաղ կանենք, ասենք օրինակ տարան Վիկտորիա Ֆոլս իրանց հաշվին, տենց մի հատ ձևական ժողով, ուրբաթ օր էր, չէ։ Ուրբաթ գնացինք, Կիրակի հետ եկանք ու ժողովը այտենց ասեցին կգնանք սաֆարի, Game Drive-ի, հետո մի հատ տեղ ընթրիկ կա, այդ ընթրիկին երկու հոգի կան կգան, այ իրանց հետ այնտեղ ժողով կանենք, խոսանք։ Հարցը կլուծենք։ Տենց նաև իրանք ուզում էին մեզ ցույց տային օրինակ Վիկտորիա Ֆոլսը, թե Ջրվեժը, թե Game Drive-ը, ամեն ինչը։ Գործի հետ կապված իրականում երևի 30-ից ավել երկիր, հենց Synergy պրոյեկտների մասով կարողացել եմ գնամ ու այդ experience-ը տենց բավական հետագայում օգնում է։ Իսկ այս պայդրությամբ, որ զարգացած երկիր ես գնում, կարողանում ես զարմանալ, թե չէ։ Եվրոպայից գնում, ասում, այս ինչ սիրուն էր, օրինակ, այս ինչ լավ էր։ Թե արդեն էլ չի աշխատում այդ։ Երևի 10-րդ ամենա մի անգամ է լինում այդ wow էֆեկտը։ Հիշում եմ 10-րդ դասարանում, որ Junior Achievement գրասենյակը կար Հայաստանում ու մրցույթ էին անում կիրառական տնտեսագիտության, անգլերենով որ շահել էի, մրցանակ որպես գնացի Կանադա ու Ամերիկա, առաջի երկնակերը որ տեսա 2005 թիվներ, իմ համար այդ wow էր, զարմացա։ Հետո ֆրանսիականում որ սովորում էինք, երբ որ գնացինք Վանդեյում էր պրակտիկան, Վանդեյից հետո գնացինք Նանտ, հետո գնացինք Փարիզ, կուրսեցիներով ու այդ ժամանակ wow-ն էր, բայց հետո արդեն ինչ որ պահը գալի այնքան ես տեսել, մանավանդ trip-ների մեծ մասը մեր մոտ կամ Դուբայով ենք, stop-over Դուբայում կամ Դոհայում, միշտ դուրս գալը տարբերակ է լինում քաղաք, այդ շատ քիչ բան է մնացել, որ զարմացնի։ Օրինակ դրա համար հիմա շատ ինտենսիվ աշխատում եմ դեպի ասիական օրինակ Բութան կամ նմանատիպ երկրներ, որ պրոյեկտ կարողանանք իրականացնենք, իրանց արխիտեկտուրան օրինակ ավելի հետաքրքիր է լինում։
Եվ խոսելով այն եւս մի գործոնի մասին, որը միգուցե շատ մարդկանց աշխատանք կտանի, իհարկե դա արհեստական բանականությունն է։ Քո աշխատանքի մեջ ինչպես ես դու արհեստական բանականությունը օգտագործում, որ այն բոլոր գործերը, որ անում ես, կարողանաս հասցնել։ Երևի, սա սկսեց ChatGPT-ից, մի հատ նամակը մի քիչ սիրունացնի, լավացնի, բայց իրականում իմ գործի հետ կապված երևի ամենաշատը օգնում է Claude-ը, որ մենք ինտեգրել էինք մեր բոլոր գործիքակազմի հետ, որ ունենք, որովհետև ինչքան էլ վաճառքը իմ գործառույթների մեջ բացի կազմակերպելուց, թե վաճառքի process-ը, թե ստրատեգիան անելուց, նաև ամբողջ բաժնի վերահսկումն է լինում, որպեսզի հասկանանք ինչ խնդիրներ կա, ահա որ շատ է toolset-ը, եւ նույն project center-ը project պլաններ ունենալու համար, Jira-ն, մեր ներքին մի քանի այլ գործիքներ ու ինֆորմացիան շատ բարդ է լինում գտնել, նայել ու փորձել կապել, անալիզ անել։ Նաև նույն ծրագրավորողների հետ կապված, հիմա AI օրինակ կարող օգնի, եթե դու չես հասկանում ծրագրավորումից, փորձես հասկանաս, իրականում գործը որ արել է լավ է թե չէ, ինչքան ժամանակում կարելի էր անել, խորհրդական կարծես լինի քեզ։ Իրականում հենց assistant գաղափարներ առաջացել, որ ինձ միշտ ասում էի օգնական է պետք, որ կարողանա SS բաները անի, միշտ գործը ասում են, դե որ այդ բաները անի, այն որ մի քիչ շատ խառն է էլի լինում, չենք կարա տենց մարդ գտնենք, ու մեր CTO-ն Chief Technical Officer-ը ինտեգրացիա արեց բոլոր այդ tool-երի հետ, որ ես կարայի հարցնեի ոնց որ գործերը ոնց են, AI-ը ասեր օրինակ SS մարդու մոտ overtime-ը հեսա լինելու, այս մեկը գիշեր-ցերեկ աշխատել է, այս մեկը շատ է գրել, բայց ոնց որ ոչ մի կոդ չի արել, տենց եւ շատ ժամանակ սենց ցինիկ մի քիչ բան է AI մեր մոտ, նաեւ ասում եմ տենց կարող է էկրանին նայել սաղորը, բայց շատ լավ կարող եմ պատկերացում տա իրականում թե load-ի, թե ինչ գործեր են արվել, ոնց է եղել, որը որ առանց իրա մոտ մեկ շաբաթ տևում էր հասկանալու համար թե ինչա կատարվում, որովհետև բազմաթիվ պրոյեկտներ, բազմաթիվ ռեսուրսներ, բազմաթիվ dependency-ներ ու նաև հասկանալ ինչ է արվել, ինչ կա անելու, կապերը, մինչև իսկ պրոյեկտը լավ է գնում, թե որտեղ պոտենցիալ խնդիր կարող առաջանա։ Եվ տվյալները շատ են ու շատ արագ պետք է այդ ամեն ինչը վերլուծել։ Բացի շատ լինելուց շատ տարբեր համակարգերում են միաժամանակ պահվում ու այդ ամբողջը մի հատ հավաքել, վերլուծել ու հասկանալ վարկանների գործ է լինում։ Եվ խոսելով արհեստական բանականության հենց մյուս կողմից, ես գիտեմ, որ հենց ձեր համակարգի մեջ, հիմնական product-ի մեջ արհեստական բանականության կոմպոնենտներ արդեն իսկ ներգրաված են եւ ներդրված են։ Ինչպես էր այդ ընթացքը, որ որոշեիք դուք, թե որ ինչ ունենալ, ինչ չունենալ, որովհետեւ e-justice-ում, այո, AI-ի մասին երբ խոսում են, մարդիկ շատ լայն մեծ բաներ են պատկերացնում, բայց դուք եզակի ընկերություններից եք, եզակի թիմն եք, որ այդ ամեն ինչը արդեն մշակել է եւ հիմա ունի։ Իրականում AI-ի հետ կապված երևի 17-18 թվականից սկսեցինք առաջի փորձերը, որ փորձում էինք օրինակ Ռուանդայի համակարգի մեջ հասկանալ ու կանխատեսել գործը քանի օր կտևի։ Գործ ուղարկվեց դատարան, ասենք ոնց կլինի, հասցրել էինք բավական լավ ճշտության, հետո փորձում էինք իրական գործերի հետ համեմատեինք, մոտ 90% ճշտությամբ կարողանում էինք ասենք, որ այս գործը մի ամսից ավել կտևի, այս գործը մի շաբաթից ավել կտևի կամ մինչև մի շաբաթ։ Սա լավ էր, վերջում հետո այլ ընկերություններ վարձեցինք, որ նույն արդյունքները համարյա ստացավ, ասում եմ, ու սաղ թվում էր մենք արդեն այս մի հատ բում ենք անելու, կարանք ցանկացած գործ կանխատեսենք, միջև ավելի շատ խորացա օրենքների մեջ ու հասկացանք, որ որոշ տիպի գործեր կան, detention-ը ոնց որ եթե հայերեն տերմինը ճիշտ գիտեմ, նախնական կալանքը պետք է 7 օրվա մեջ դատավորը որոշում կայացնի, մյուս քրեական գործերի դեպքում տրված էր մի ամիս, իսկ այլ գործերի դեպքում տրված էր 6 ամիս։ Քանի որ դատավորները լավ էին աշխատում, հիմնականում 90% դեպքում այդ timeline-ները փորձում էին պահել, այսինքն օրենքը լավ չիմանալը մեզ լավ investment արժեցավ։ Հասանք մոտավոր նրան, որ հասկանանք, որ 90% դատավորների timeline-ները կարողանում են պահեն, որոնք օրենքով սահմանված են։
ու դրանից հետո սկսեց այ բումը, որ AI-ը նույն սկզբում blockchain-ն էր ահավոր trend-ի դարել, սա խոսում էին blockchain-ի մասին, բայց վերջի 3-4 տարում բոլոր կոնֆերանսներին սա սկսեցին խոսալ AI-ի մասին, գնալով այ փորձեր, որ AI-ի հետ կապված արել են, ու կամ հաջողվել է, կամ fail է գնացել, որովհետև անկախ հաջող էր թե չէ, ինքը ամենատրենդային թեման էր, բայց ոլորտում ավելի քան երևի 10 տարի լինելով հենց արտադրության համակարգերի մի քանի նախապայման կար, տեղի օրինակ շատ լավ բաներ են սարքում, բայց չի աշխատում ու կան բաներ, որոնք աշխատում այդ resistance-ը, օրենսդրական change-ը, այդ ամբողջ սպեկտրը, որ ասում ենք առանց պատկերացնելով ու իմանալով կարողանում ես ինչ-որ մի բան անես, առանձնացրեցինք խնդիրներ, սկզբում գնացինք ոչ թե կարանք էս անենք, եկեք հասկանանք ոնց կծախենք, այլ ինչ խնդիր ենք ուզում լուծենք, հա, ու ինչ նախապայմաններ կան դրա համար, առանձնացրեցինք մի քանի խնդիր, որ AI-ը ոնց որ մեր աշխատանքի դեպքում է մեզ օգնում, օրինակ նույն ChatGPT-ն ինքը օգնում է, ինքը մեզ չի փոխարինում, օրինակ նամակա պետք փոխել կամ մի հատ արագ ինչ որ research-ա պետք անել, ինքը կարող է քեզ assistant լինի։ Փորձեցինք նույնը անենք հենց արտադրության համակարգերի համար, առանձնացնել մի քանի խումբ գործոններ, որոնք AI-ը կարող է հեշտացնի, ու ամենակարևորը, քանի որ իրանք օրենքի մարդիկ են ու սիրում են ամեն ինչը կարողանան ստուգեն, որովհետև սա համակարգերում քննիչների մոտ կլինի կամ դատախազերի, դատավորների միշտ գալիս է, որ փաստացի ապացույցները, ամեն ինչը ապացույցների հիման վրա առանձնացրեցինք հենց feature set, որը որ մարդը կարող ստուգի, օրինակ voice to text-ը, լսումը եղավ, transcription են սարքում, ավտոմատ AI-ը, բայց իրանք կարան լսեն ու տեսնեն, ճիշտ է արել թե չէ, կամ փաստաթղթերի հետ կապված հարց ու պատասխաններ տան, օրենքները շատ ավելի հեշտ կարողանան մեկնաբանեն ու search անեն precedent-ների, նմանատիպ ոնց որ assisting AI, որը որ կարող է օգնի թե դատավորներին, թե իրավաբաններին, թե քաղաքացիներին ու վերջերս էլ վեբինարին ցույց տալուց հետո արդեն մի քանի եղած հաճախորդ սպասում է գնային առաջարկների, որպեսզի իրանք ձեռք բերեն, որովհետև ամբողջ աշխարհի դատարաններում հիմա այդ մրցակցությունը կա, ով պրակտիկորեն AI-ը առաջինը կներմուծի իր մոտ ու կարասի ինքը AI-ը օգտագործում։ Վեբինարին մենակ պոտենցիալ հաճախորդներ չէին եկել, մրցակիցներն էլ էին եկել այդ ամեն ինչը նայելու։ Զարմանալիորեն մենք երևի տասնյակ վեբինարներ էինք արել, բայց այս AI-ի թեմայով մի հատ խնդիր կար, երբ որ սկսում էինք, շատ բարդ էր գտնել մրցակիցներից ով ինչ ունի։ Բոլորը ասում են ունեն AI, բայց ոչ մեկ չէր գրում կայքում կամ դեմոներ չէր առաջարկում։ Ես ասացի, եկեք անենք հակառակը։ Եթե սա թաքցնում են, եկեք մենք սենց բաց ցույց տանք, գրենք, նաև կայքում վիդեոները տեղադրենք, թե ոնց է մեր մոտ ինչ հնարավորություններ է տալիս AI-ը, ոնց է աշխատում, ու զարմանալիորեն գրեթե բոլոր մեծ խաղացողները արտադրության թվայնացման ոլորտում, թե Ամերիկայի, թե Ավստրալիայի, թե Եվրոպայի, բոլորը գրանցվել ու եկել էին վեբինարին։ Ու երևի հաջողությունը հենց դա էր, որտեվ եթե ունենային, գոնե մի անգամ ցույց կտային, իսկ մենք որ ցույց տվեցինք ու արդեն իրանք էլ են տեսնում հարցերից, ինչքան հետաքրքրված են բոլորը, բավական հաջող էր։ Այդ քայլը արդեն դարձավ համեմատական օրինակ արդեն իրենց համար։ Եվ մեր յուրաքանչյուր էպիզոդի վերջում մենք ունենք շատ կարճ խորհուրդ մեր ուսանողներին, որը կլինի քո խորհուրդը ուսանողներին։ Այս մի հատ հարցը չէի նախ մտածել, Հետ չէինք պարապել։ Հա, հետ չէինք պարապել։ Եթե հաշվի առնեմ ամենը ինչ մասնագիտական առումով անցել եմ ու հասել եմ, կասեմ, որ խորհուրդս ենք լինի, որ իրոք շատ չհավատան են Facebook-յան, մեմ կարամ ասեմ, որ ցույց են տալիս մարդկանց, ովքեր համալսարանը թողել են ու հասել են հաջողությունների, հա, օրինակ նույն Microsoft-ի հիմնադիրի հետ կապված կամ նույն Facebook-ի հիմնադիրի հետ կապված կինոները նկարում ու 8 միլիարդ պլասի ավել մարդկանցից մի քանի հոգի առանձնացնելով, որոնք ու չասելով թե ինչ նախապայմաններ են իրանք ունեցել, որ հասել են հաջողության։ Ու խորհուրդս ենք լինի, որ հաջողության հասնելու համար սովորելը վստահ եմ, որ դեռ չի արժեզրկվել, այսինքն ահավոր կարևոր է ու կյանքում երբեք չես իմանա ինչը որ առարկան կարա պետքա, բոլորն էլ պետք է անում սովորել։ Ու մի հատ վերջի օրինակը բերեմ, որ Orange-ում է աշխատում, կարիք եղավ market segmentation անել ու
հետո ասեցին մի հատ BCG Matrix սարքի, չի հիշում։ Գնացել էի տուն, ցկտել էի Xerox-ները, որ ունեինք, տենց պատվալումման էի գալի մեր, որ հանեի մի հատ նայի տենայի ոնց էին այդ անում ու գնայի։ Ու կարևոր էր, որ սովորել էի։ Գիտեի, մի հատ պետք էր վերհիշել։ Իրականում երբեք չես իմանա ինչը պետք կգա, որովհետև այն առարկաները, որ միշտ մտածել եմ ամենաոչ կարևորն էին, պարզվեց դրանք ամենակարևորն էին այն գործի մեջ, որ հիմա ես եմ անում։ Բավական կարևոր է սովորելը ու փորձելը։ Փորձել ու երբեք հետ չկանգնել, էս իմ համար չի։ Վերջապես մարքեթինգի ու վաճառքի մեջ խորացած մարդը հիմա զբաղվում եմ արտադրության թվայնացմամբ։ Մեկը մյուսի հետ այնքան էլ կապ չունեցող, բայց միևնույնն է, ինչքան շատ գիտելիք եմ ունենում, հետո ավելի հեշտ է լինում։ Հրաշալի է, Խաչատուր, շատ շնորհակալ եմ այս զրույցի համար։ Վստահ եմ մեկնաբանություններում մենք follow-up հարցեր ենք ունենալու այն բոլոր պատմությունների հետ կապված, որ դու մեզ այսօր պատմեցիր։ Մերսի։ Մեր այսօրվա հյուրն էր Synergy ընկերության e-Justice ոլորտի փոխնախագահ Խաչատուր Մաթևոսյանը։ Կարող եք մեկնաբանություններում գրել, թե ում եք պատկերացնում, որ կլինի մեր հաջորդ հյուրը։